Ինչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի օգսերով ապրող ղեկավար, որ ժողովուրդը սիրի։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Սամվել Կարապետյանը։ Իսկ ինչպիսի պետք է լինի ղեկավարը։ Ուժեղ, գործունյա, ճանաչված աշխարհով մեկ ու կոնկրետ առաջարկներով ու իր կոնկրետ հանրարարականներով։ Մասնագետ, հայասեր եւ առաջ երթին տնտեսագետ, մեր երկրին տնտեսագետ վարչապետապետ, որպեսզի տնտեսությունը լավ ուսումնասիրի, տնտեսությունից հասկանա, ոչ թե անգրագետ լրագրող, շատ ներողություն, ես լրագրողների աշխատանք շատ հարգում եմ, խոնարհում եմ իրանց առաջ, բայց այդ մեկը մյուսներից տարբերվում է։ Եվ ում եք տեսնում երկրի ղեկավար որպես։ Իհարկե Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանին։ Ես դրան հարգում եմ, ասում եմ, ես շատ պարտաճանաչ, շատ նվիրված հայ, որ եկել է այս գործողությունն անում, ես դրան եմ ընտրելու։ Ես դրան ընտրելու եմ։ Սամվել Կարապետյանն է։ Ես 18 թվականին էլ Փաշինյանին չեմ ընտրի։ Ես միակ այդ յուղի մեջը կարելի ասած առաջ մարդկանց եմ էլի, որ 18 թվականին իրանց են չեմ տվի, ու հիմա էլ չեմ տա։ Իսկ երրորդ ընտրությունն է, չէ՞։ Այլ ես չեմ տա։ Իսկ ինչպիսի ղեկավար է պետք մեզ։ Մեզ այնքան ուժեղ ղեկավար է պետք, որ խաղաղություն հաստատի։ Թե չէ ես Փաշինյանի ասած խաղաղությունը չի լայ։ Չի ապագա չկա մեզ։ Հայրենասեր, հայրենիքի համար մտածող Սամվել Կարապետյանին։ Ինչի։ Որտեղ ուժեղ մարդ է, հայրենասեր մարդ է, եկեղեցուն պաշտող մարդ է, խաչապաշտար։ Ես կուզեմ ուժեղ ղեկավար լինի։ Այնա շատ ուժեղ։ Որ ես երկիրը ոտի հանում։ Ուժեղ վարչապետ, որ Հայաստանը պահի, ոչ թե ասենք ծախեն, Սամվել Կարապետյան։ Ես դրանք ընտրեմ։ Արտաքինից երևում է, որ այդ մարդը կաշխատի, կպահի երկիրը։ Չեմ կարող ասեմ ու եմ տեսնում, բայց ուժեղ, ժողովրդին սիրող։ Մեզ պետք է խելոք գրագետ ղեկավար։ Իսկ վարչապետի թեկնածուներից ում եք տեսնում այդ ուժեղ ղեկավարը։ Դա է գաղտնիքը։ Երկրի ղեկավարը ոնց որ Ռոբերտ Քոչարյանն այլ իր կառավարման տարիներին ուժեղ հենց նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի նման մարդապետ մեզի, որը ինքը այսօր ճիշտ խոսակ երազում եմ, որ ինքը լինի Աստված ընտրվի այս երկիրը ժողովուրդը մեղքեն էլի մենք կարողանանք այս ծանր վիճակից դուրս գանք։